Քանի որ ամեն անգամ, երբ այս հացն ուտեք եւ այս գավաթը խմեք, Տիրոջ մահը պատմեք, չէ՞ որ նա կգա։ Այս խոսքը ամեն հաղորդության ժամանակ արդացվում է։ Մի բան միշտ իմ համար sense տարօրինակ է թվացել։ Պողոս ջան, ինչի ես ասում Տիրոջ մահը պատմենք։ Կամ լավ, ասում ես մահը, խի՞ չես այդ հարությունն էլ կողքը դնում ավելացնում էլի։ Խի՞ ես բաց թողում այդ հարությունը։ Մենք որ հավաքվել ենք, այս հաղորդության, երևի թե չգիտեմ, շատ անգամ մի քիչ տխուր է անցնում, շատ տենց լռության մեջ, հանկարծ ծպտուն չդուս գա եւ այլ, որտեղ սուրբ բան է, բայց գիտեք ժողովուրդ, Պողոսը սրանով ասում է, ժողովուրդ, հիշեք նրա մահը, այդ մահով ինչ կատարվեց։ Այդ մահով այն ուխտից ազատագրվեցիք, որ ձեզ տանում էր դատաստանի։ Այդ մահով նոր ուխտ կնքվեց, որտեղ ուխտի համար արյուն է պետք։ Առանց այդ արյան այդ ուխտը չէր կնքվի։ Ու այդ մահով, եթե չմահանար, այդ ժառանգությունը, այդ կտակը չէիք ստանա։ Այդ որն էր այդ կտակն ու ժառանգությունը, եթե ոչ Սուրբ Հոգին ու Աշնորհը։ Հիսուսը գիտեք ինչի համար հիմա ասեց, որ մինչև ես գնամ, Սուրբ Հոգին չի գա։ Մինչև ես չմահանամ, մինչև կտակս չթողեմ, չեք կարա առնեք այդ Սուրբ Հոգուն։ Դրա համար ավելի լավ է, որ ես այդամ։ Պողոսն էլ ասում է, այդ մահը հիշեք։